Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սելի ժողովուրդ, այսօր մարտի 27-ն է, մենք ձեզ հետ հանդիպում ենք մեկ օրվա մեջ արդեն երկու անգամ, եթերում է հանրային դատ հաղորդաշարը։ Մենք մի պահ հանդիպեցինք ձեզ հետ նաև այսօր առավոտյան, Երևանն է խոսում ծրագրի շրջանակներում։ Հիմա մենք մեր մշտական անձնակազմով այստեղ ենք, պարոն Աբաս Զապրավշիկ, Անդոյ, Սասուն, Բայեղազարյան, Գլխավոր դատախազի տեղակալ Տահաչ Մարդ, Ռուզիկ, Քրիստիկ և Արգիշտ, Կիրեմը Բախո։ Քրիստիկ, ներս ենք հրավիրում այսօրվա մեր հյուրերին։ Գնադուր բաց։ Եվ այսպես, փաստաբան Տիգրան Եգորյան, Քոչարյան Անդրանիկ, ազգային ժողովի մեր Անդոյ, Արդարադատության նախարար Գիգիշ։ Ամբակում, քերակատարողական վարչության պետ, Ամբակում։ Так. Սուրեն Պապիկյան, Զինվորական դատախազ Էլիս Բայրանա, Էլիս Բեկյանան, Արտակին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյան, մարդաժը ամանչում է այդ անազգանու և պաշտոնը տենց այդ բանանի վշմ ասի, և իրա տեղակալ Ջիլավյան Հրանտ Կամբուի, երկուսն էլ օմբուդսմենի գրասենյակից նախկին։ Աբազը ստեղա, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ. Լիաննա Նադարյան, Կրասնու պասպորտ սեղանի պետ, անցինդենստի ագարկա։ Նոր Հաչնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյան, դու էլ անցինդենստի Գանդոն։ Էրեբունի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Արևիկ Ագարկա, անցինդենստի։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, եթե կարելի է անվանել այդպես, Արմեն Մելիքբեկյան Բոզիստղեն, ուրին տեղակալով, ինչպես նաև Հակոբ Սիմիդյան Բոզիտղեն, Ռուբինյան Ռուբեն Ագարկիտղեն և Սուրոյի Աներձակ Ղախպիտղեն, այդ սաղ ֆուտբոլի ֆեդերացիան իա տեղակալով, անցակնդեղ, և Նիկողոսյան տեղակալ Պորնիկի տղեն։ Ալեն Սիմոնյան Բոզի տղեն, դու էլ անցինդենստի, գյոտնոց։ Աննա Բոլեին Ագարկեն, դու էլ անցինդենստի։ Հայաստանի Հանրապետության բոլոր ֆուտբոլիստները իրենց տրիներներով, Հայաստանի Հանրապետության բոլոր տաքսու վարորդները, Հայաստանի Հանրապետության իշքան բանվոր դասակարգ կա են կաշկակշողներից, Մալացիայում, Սիթիներում, բեռնափոխադրող այդ խեղճ բանվորները եւ այլն, դրանք բոլորը նստում են վերևի տրիբունա։ Եվ իհարկե ներս են հրավիրան սեքսի թագավոր, էտոմի պատկեր, մե մուսկուլնի, մեր կողմից շատ սիրված
Գագո եկավ անցի նստի էտա քո գահին ու խերիդ հետ սկսի խաղալ քո խերը մեզ հիսո շատ ապետք սիմվոլ ինչպես նաև Ռուզիկի մարդ Սելան Մուշերիչ Լևոն Քոչարյան եւ մնացած մյուս ընդդիմադիր այսպես կոչված падգամավորնիկը են ասպրամկաշ այդ ես հազիվ եմ զսպում որ չեմ արտահայտ այդ ագարկեն թոգաներս ազգային հերոսի աղջիկա կոչվում վերենգեք Գագո դու այսօր ունես անկրկնելի պարտավորվածություն համբերի կասեմ մինչ հաղորդումը սկսելը ուզում եմ հայտարարեմ որ աշխատանքից ազատվելա 130 դպրոցի ագարկա տնօրեն Նվարդ Հովսեփյանը մենք Նվարդ Հովսեփյանին անդրադարձել ենք սիստեմատիկաբար ամիսներ տարիներ այս համաշխարհային պոռնիկին մի պոռնկուհի ով կուկուլալատուման բայր ելնում իր սեփական աշակերտի հետ служебный роман ու այդ սեփական աշակերտն էլ քանի որ քպական բոզի տղա էր Նիկոլին մորցակ Նիկոլն էլ ասեք թողա քպական բոզի տղա էր կրիշավատ էր անում իա դլոին վերջապես ես չգիտեմ ինչ կարգի է հասե սրա յուրացումների աստիճանը որ քպական ղախպի տղեկը վերջապես տապվեցին եւ հասկացան որ այս Նվարդ Հովսեփյանին պիտի անեն ու սիկտիրանեն դպրոցից նա գնաց ոչ դատվա ոչ բան եղա պրոստը գնաց ուրեմն ընկեր գլխավոր դատախազի տեղակալ եւ ընկեր Աննա Վարդապետյան մեզ ահազանգում են դատախազնի եւ քննիչնի ասում են պարոն Ղուկասյան գոյություն ունի փաստաբան Տիգրան Եգորյան ստենդափ բոզի տղա Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ ուրեմն ոչ գործով զբաղվում է այս երևույթը փաստաբան Տիգրան Եգորյանը այն գործով նախաքննությունը տևում են տարիներ ինչու որովհետև ասում բանը ստիպում է մեզ որպեսզի նախաքննության ընթացքը մենք ձգենք ինչքան շատ որ ձգենք ինքը այնքան շատ փող կաշխատի քաղաքացիներից մեզ էլ ստիպում է գնալ իրավախախտումների հակառակ դեպքում ինֆորմացիա եկավ հիմնարկից դեր այ տղա էլի գրում են կոնոն գրում են ստիպում է քննիչներին եւ դատախազներին նախաքննությունը տանել այնպես որպեսզի մաքսիմալ երկար ժամանակ ձգվի որպեսզի ինքը կարողանա մաքսիմալ շատ փող աշխատի իա տուժողներից իա այսինքն իա պատվիրատուներից էլ ասում են ել չեն կարան վրից թռնեն որովհետև գիտեն որ այդ ամեն կերպ սա բանը խոչընդոտելու է մենք էլ ստիպված սպարում ենք սրա դուդու գիտակ որովհետև եթե չպարենք դուդու գիտակ հելը մեթմա Նիկոլի մոտ մուտի տանեմ Նիկոլի մոտ Աննա Բոլենի մոտ եւ այլն մեզ դրում ծծցնում են խնդրում ենք բարձրաձայնեք այս խնդիրը որ Տիգրան Եգորյան ասում են նույն անման նույնը ինչ որ անում էր Սերժի Ամրամ Բոզի տղեն հիշում եք հենց հիմա Սերժ Սարգսյանի փաստաբանն է այդ Ամրամ պոռնիկի ծնունդն էր ընկած իմ հետևից
Այն որ ինձ վեգալան դատին եւ այլն, որ գալիս են մտնում էր բան քնչական աղվանի աղվան Հովսեփյանի հիմնարկը, ու ասում են սա սենց պիտի արվի, նանես պիտի արվի կամ հակակոռուպցիոն Շահինյան Հովանեսի, սենց արեք, կնեց արեք, որ դոգին դադեք։ Շահինյան Հովանեսի տուն ու տեղը սա Նուբարաշեն քերակատարողական հիմնարկը ծծցնի։ Իսկ ամրամ բոզի տղեն տղեկն էլ բանակից ազատված են այդ պոռնիկի ծնունդին։ Ես լավ հիշում եմ։ Հիմա էլ Սերժինա պաշտպանը գնաց է նստելա Սեր ընձիկ որը առելա Սեր Սարգսյանա պաշտպանը դադերի ժամանակ անեց պաշտպանեց որ դադախազությունը $1 միլիոն բենզինի յուրասման դեպքը ձգեց վերջում ասեց ժամկետն անցել է Սեր Սարգսյան հաջողություն Սեր Սարգսյանի ամրամը ընձի փագել, այսինքն իմ գործին այն գեղարվեստական մասը ոնց նկարել, ոնց փագել, ոնց ինչ անել, անում են ամրամը։ Սեր Սարգսյան ամրամը ծծցնի քեզ, բոզի տղա։ Ռասը տենց ղախպիտու, դու վեկալե դրել ես քեզ պաբալը։ Ինչ փաստաբան։ Հիմա ասում են նույն ամրամի դիվիժենին անում է Տիգրան Եգորյանը։ Խնդրում եմ բարձրաձայնենք։ Աբազ դու խաբար ես որ Տիգրան Եգորյանը ամրամ դվա Ոչ, խաբար չես, բա դու խերին ես պետք։ Սա ահազանգ Աննա Վարդապետյանի համար, որ պիտի ուղակի կատեգորիկ կերպով ցուցում տա Տիգրան Եգորյանի մուտքը դատախազություն, եթե տենում եք մտնումա, բռնել եւ ծծցնել։ Նույնն էլ վերաբերվում է եզդի, ինչ եզդի, հազար անգամ ներողություն, քուրդ բոզի տղա քեզ, այ կիրեմը բախո։ Ահա, մի րոպե։ Mēs բողոքների մասը ավարտենք։ Ուրեմն մեզ տեղեկացնում են Elite Group-ից, որ պարոն Ղուկասյան, դուք անդրադարձել եք, եթե հիշում եք, Հանրապետության 10 նրբանցքի հետ կապված, հիմա ես այդ կնոջ կոորդինատները չունեմ, որ զանգեմ ճշտեմ, բայց ինձ շատ վստահաբար ասեցին, որ այս բնակիչների դուք հիշում եք եթերով տիկինը խոսեց ասեց պարոն Ղուկասյան դուք ինչով մեզ կարող եք օգնել են որ 9 երեխա է 9 հոգի էին որից 4-ը երեխա տոլի անչափահաս մեզ ասեցին որ Elite Group-ի ներկայացուցիչները գնացել են հանդիպել են եւ խնդրին տվել են լուծում եթե տիկինը մեզ լսում է եւ դա իրականության հետ կապ ունի կարա ինձ տեղեկացնի այս ինֆորմացիան որ ինձ փոխանցել է Elite Group-ը դա ճիշտ է թե ոչ տնում ենք հարցականի տակ Մյուս բողոքը որը վերաբերվում էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վերանորոգման աշխատանքներին այսօր հանրային Երևանն է խոսում ծրագրի շրջանակներով մենք զանգահարեցինք մամլո խոսնակին որն էլ որ հայտարարեց որ այս տարվա սեպտեմբերի 28-29 վերջնականապես կամ վերջապես կբացվի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դռները այսինքն եկեղեցին որը 2018 թվականից կանգնած է վերանորոգման Մենք ինչի էինք անդրադարձել այս թեմային, որովհետև մի շարք հոգևորականներ թեմերից ահազանգում էին, որ պարոն Ղուկասյան կթվանք, թալանվանք, բռնաբարվանք, փողավոր ղրգմենք Մայրաթոր, էլ թեմերը, էլ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող եկեղեցիները, էլ բարերարներով, էլ եսիմիջերով, ասում են բա Տաշիր Սամո կար բարերարություններ արի, ասում է այո, Տաշիր Սամոն վերանորոգել էր վեհարանը Հələ մի հատ էլ բացի վեհարանից, որտեղ որ նստում է Գարեգինը, դրա հետևը կա մի հատ էլ բան են սարքեշենք, հետնամասում մի հատ մեծ մասնաշենք, եթե արելա Տաշիր Սամոն, դրա համար Տաշիր Սամոին իա կնգա հետ միասին իար փաթթվուկ, նկարը բերեր են զարգեր են, էտա վեհարանի մեջ։ Իսկ ինչ եւ կա մի հատ առանձին դիվանատուն, այսինքն վարչական շենք, որտեղ վերանգնեմ խոսքի օրինակ Արշակ Սրբազանը, էտա դիվանապետն է, Արշակ Սրբազանն էլ հիշեցնեմ, դա են անձներ, ով դոմփեց կաթողիկոսի աղբոր հարսին, այսինքն Գևորգի հարսին է դոմփե ընկեր Արշակ Սրբազանը, լրիվ Սրբազան, հետաքրքիր է դրա խեռն էլ է Սրբազան, հա, աբաս, չգիտես Այնտեղ նստում են նաև քահանաներ եւ փող դիվանապետեր, ինչպես նաև էտա գավազանագիր։ Գագո
դու այսօր ունես գավազանակիր, տես ախրանիգնի ունես, մենեջերնի ունես, բանը, ինչ են ասում դրանց, այդ ղա մեդու ասա, տնորեններ, մնորեն, բայց դու գավազանակիր չունես, դրա համար քեզի գավազանակիր եմ նշանակեմ Ալեն Սիմոնյանին, վերկաց բոզիս տղա, գնա ու բռնի գագոյի գավազանը, որպես գավազանակիր, պտեսպինդ պահի, գագոտու բուրը, յուղացա, տու բուրը թո բռնի, դես ես քո խմա, դաժե գավազանակիր նշանակեցի, հետո դից բողոքամ ես դու, աշնորդ մարդ, Ինչ ասում, ասում եմ մերանք, թալանվանք, բռնաբարվանք, էլ ասում են բարերարերներ, երեստեքին պիտի բացվեք մի տարի առաջ, 2023-ին, չգիտեմ խի հետաձգվավ 2024, հիմա սպասենք տենանք 2024 թվին, մայրաթոր սուրբ էջմիածնի դռները բացվելու են, թե ոչ, գագո, գավազանակիրը լավնա, գագո, յոլա գնա, ասա թո պինդ բռնի, так, անցանք առաջ, չգիտի որ սկսի որ մտնի, մյուս բողոք, գավազանակիր, տենում ես, ախրանիգնի ունես, ամեն ինչ ունես, բայց գավազանակիր չունես, Տիգրան Ենոքյան, բեսը չեմ գրե Եգորյան, Ենոքյան, ներեղություն, Տիգրան Ենոքյան, ախնեց են գրե, որ մեկ է տենց սխալ են գրե, սա ինչ է, սմացանք առաջ, ուրամ, Տիգրան Ենոքյան, ուղի մոտըտ, так, ես ինքնա, այո, դա ինքնա, Տիգրան Ենոքյան, ինչ որ, մեկը Ենոքյան ասում, մեկը Եգորյան ասում, իմ այդ բոզի տղեն ոնց ա, ուրա, Մևարքյան, մի հատ պաստաբանների պալատով նայեք, Տիգրան Ենոքյանա, թե Տիգրան Եգորյանա, ամեն եկը մի բան գրեց, ուրամ, Ալո, 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 ինչ եղավ ես կնգան, ալո, 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 բարև ձեզ, բշկուի, ձեզ տելեգրամը խախուդա, ձեզ անհանգստացնում է Վարդան Ղուկասյանը երևի արդեն գիտեք, մենք ուղիղ եթերում ենք հանրային դատ հաղորդաշար, լսում ենք ձեզ, ալո, 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 դուք ինչ եք լսում, լսում եմ, այ հիմա լսում եմ, պարոն Ղուկասյան, լսվում է հիմա, ասում եմ մենք ուղիղ եթերում ենք, լսում ենք ձեզ, այո, վայ,
Մենք լսում ենք ձեզ։ Պարոն Ղուկասյան, ուրեմն ես ձեզ դիմել էի նախկինում։ Գիտեմ։ Հարցով, դատական նիստերի հետ կապված։ Մի հատ հասարակությանը հիշեցեք ձեր դեպքը։ Դեպքին ծանոթացնեմ, ուրեմն 2019 թվականի մայիսի 18-ին վիճաբանությունը 15-ից 17-ը վիճաբանությունը տեղի ունեցել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 25 շենքի բակում, որի արդյունքում սպանել են իմ ամուսնուն։ Ավելի շուտ ծեծկրտուկներ ա տեղի ունեցել, գլխին են հարվածել երկաթյալ լոմով, քարով, ամեն ձև։ Հասկացա, ահա։ Լինում է տեսավ։ Ահա։ Եվ դրա արդյունքում գլխի դիֆուզ վնասվածքի պատճառով մահացել է։ Հիահերձել են, ամբողջ փաստերը կա, վկաների ցուցմունքները կա, ապացուցող, դատաբժշկի փորձագետի եզրակացությունը կա, որը որ պատճառահետևանքային կապով ապացուցվում է, հաստատվում է, որ մահացել է տվյալ դեպքից։ Հարվածողը ինքը, ով որ սպանել է, ընդամենը այդ ժամանակ 21 տարեկան էր, առ այսօր գտնվում է դրսում, Աննա Դանիբեկյանի կոտրած ձեռքով գրավով ազատ է արձակվել։ Ով անուն ազգանունը։ Ինչպես։ Անուն ազգանունը։ Գենրիխ Արմենի Ալավերդյան։ Ձեր հենց Բաղրամյան շենքի 25 շենքում։ Ձեր Գենրիխ Արմենի մի րոպե, ձեր Գենրիխ Արմենի Ալավերդյանը ծառայել է։ Ծառայել է, այո։ Հա, ասել։ Հա, շարունակեք։ Ինքը շատ կոնֆլիկտային անձնավորություն է, մինչև հիմա էլ կոնֆլիկտների մեջ է, անհաշտ անձնավորություն է, ինչևէ։ Հիմա ասենց մի բան, 5 տարի է մեր դատական նիստերը հետաձգվում է։ Ասում եմ, առաջի դատավորը, որը որ մի քանի օր հետո իրան գրավով բացաթող է, դա Աննա Դանիբեկյանն է, շատ հայտնի է հանրությանը, երկրորդ դատավորը դա Արմինե Մելիքսեցյանն էր, հիմա երրորդ դատավորը դա Մասիս Մելքոնյանն է։ Մասիս Մելքոնյանը նույն ձև երկարաձգում է մեր դատական նիստերը, 2-3 ամիսը մեկ։ Հիմա կարճել են նորից նույն խաղերով նիստերը անցկացնում է, ոչ մի միջնորդություն հաշվի չի առնում, անգամ դատական նիստերի օրերը նշանակելու հաշվի չի առնում, որ մենք աշխատում ենք։ Այդ ժամային առումով էլ մեր հետ ոչ մի համաձայնության չի գալի, ոչ մի միջնորդություն չի ընդունում, բայց հակառակ կողմի փաստաբանի բոլոր միջնորդությունները որ կարճում են արդեն փրփուրներից, որպեսզի Ամբաստանյանին տանեն արդարացման կամ պայմանական տան, հիմա կանչում են ուղղակի փորձագետների, դրա կարիքը բացարձակապես չկա, չէ՞ որ արդեն 5 տարի առաջ դիահերձող փորձագետը իր ցուցմունքը տվել է նախաքննական փուլում, եկել է դատարան, մարդուն հարցեր են տվել հակառակ կողմի պաշտպանը եւ մենք բոլորը դատախազը, դատավորի միջնորդություն էին արել Արմինե Մելիքսեցյանին, երկրորդ դատավորին, որպեսզի ինքը նորից միջնորդությունը բավարարեր, ուղղակի փորձագետներին հրավիրեին, ինքը միջնորդությունը մերժել էր, բայց այս ներկայիս նոր, հələ մի տարի չկա, այս Մասիս Մելքոնյանը դատավորը ընտրվել, ինքը բավարարել է միջնորդությունը, աբսուրդ բան, երբ որ ինքը արդեն տանել Ամբաստանյանին կալանքի։ Մի հատ անամեստ հարց, մի րոպե, մի հատ անամեստ հարց, կոնֆլիկտի արդյունքում մահանում է սպանվել է մարդ, եւ այդ սպանությունով ոչ մեկ դեպքի պահից 2019 թվից մինչև այժմ բերդ չի նստել գոնե կալանք։ Ոչ մի կալանք, ասում եմ, դատախազը սանկցիա է տվել, Արաբգիրի շրջանի դատախազը սանկցիա է տվել, որ տանեն կալանքի, բայց ասում եմ, Աննա Դանիբեկյանի կոտրած ձեռքով իրան գրավով ազատ են արձակել։ Ես հիմի ասում եմ, պարզ խոսում եմ, ոչ մի թաքցնելու բան չունեմ, ասում եմ, հենց սկզբից այս շղթան կաշառվելով եկել է, առանց կաշառքի ասում եմ, մարդը Ստեղ բացառվում է, որ կաշառք տեղի չունենա, որովհետև հենց մեկը վեկալ ենք իմ բանը մաշկով անցած ցավը, հիմա մեր երիտասարդները, նույն Տիգրան Առաքելյանը, Անդրանիկ Արմանդարյանը, Արման Մակոյանը, որ բան չեն արել, պրոստը վեկալ է հեռախոսը, խոսացել են կամ մի հատ դատավորի նկարի վրա գրել են ագարկա հապավումը, այս մի տարի փդում են, իսկ ստեղ ասում են մարդ հասպան է։ Դատավորների նկարին քիչ
չի գրել, իրանց ճակատին պիտի գրվի, որտեղ ասում եմ, իրանք անմեղ մարդկանց, ասում եմ, սարքում են պոտենցիալ հանցագործներ։ Ես ասում եմ, ինչքան կարելի է 5 տարի, ես բարձրաձայնում եմ, բողոքներ եմ ուղարկում, ամենտեղ, ասում եմ, վարչապետից մինչև են վերջի Այդ վարչապետ բառը, որ օգտագործեցիք, այդ վարչապետին, որ գրել եք, ինչ պատասխան եք այդ շիզոֆրենիկից։ Ոչ մի պատասխան, ճիշտ ասիք շիզոֆրենիկ, ընդհանրապես մի հատ պատասխան եկե անկապ, որ իրանք իմ դիմումի այս բողոքի բաները ներկայացրել են արդարադատության նախարարին, դատախազին, բայց ինքը որպես վարչապետ ինքը հետևողական չի եղել, ինքը ունի իրավաբանական կազմ, որտեղ ասես նայում եմ իր թիմում, այո, ճիշտ ասիք, իրապես շիզոֆրենիկներ են, բայց չէ՞ դատական համակարգ, ասում եմ, մարդիկ բերդերում, ասում եմ, փդում են տարիներով, ես ասում եմ, բորբոսնում են, թեկուզ մեր ջահելները ընդեղ բերդերում, ոչ մի բան չեն անում, բայց մարդուն տվեն սպանել էր։ Մենք ունեցանք կապի բանը խնդիր, հասկանալի է, ես չգիտեմ ինչ ասեմ դատավոր Աննա Դանիբեկյանին, բայց ավելի քան համոզված եմ, որ եւ դատավոր Աննա Դանիբեկյանը եւ դատավոր Մասիս Մելքոնյանը բոլորը վերցրել են համապատասխան մանի եւ դա է բանը պատճառը, որ այս պայի դրությամբ մարդասպան Գենրիխ Արմենի Ալավերդյանը գտնվում է ազատության մեջ։ Ծեծելով մարդ սպանես եւ մեկ վայրկյան անգամ չնստես, բայց հենց ասես Նիկոլ դու բոզի տղա ես կամ ագարկա ես, հելեմ կայնում են գլխիդ եւ բարի ամենաբուն իմաստով բերանք սիվայր ու վեկալեմ տանում են բերդ։ Այդ ես չեմ կարում այն Մովսիսյան ռոբը շմայսի աղբոր տղեն Բերդու բդումը չգիտես ինչի համար մալը տավո այն Վանեցյանը որ դուբլեց ճամփեց Մարդը մինչև այսօր փոխանակ գտնվի Վարդաշենք հերակատարողական հիմնարկում, գտնվում է Նուբարաշենք հերակատարողական հիմնարկում ընդեղ էլ խոշտանգում է, որովհետև Վարդա Ղուկասյանի ընկերն է։ Զուտ նրա համար։ Մենք հեսա կամաց կմոտենանք այդ թեմային։ Սա հասկացանք, ընկեր բանը գլխավոր դատախազություն, հետևությունն արա, ընկեր Աննա Վարդապետյան, Արաքելյան Տիգրանը Էսա կլնի մի տարի բերդում փդմա, ինչի համար, չէ ինչի համար, դու խոմ լավ գիտես, զրո, ոչի բան, ու շատ սխալա եղե, որ արգիշտի թելադրանքը չի գրեք հովրեն, որ դու յան ինվորմացիա ես տալը, որ են էլ տա ինձ, շատ սխալա եղե, պիտի գրես, որտև քո նման գլխավոր դատախազ այս երկրին պետք չի, ուր այս մի երևույթը, Կանե որ գնաց խոսք բանակից, Տիգրան Եգորյան, այո, կա, Տիգրան Եգորյան, ճիշտ եմ ասում ես, ոչ թե Ենոքյան, Եգորյան, այո, Տիգրան Եգորյան, Ենոքյան, անցենք առաջ, մի րոպե, մենք այսօր եթերի ժամանակ զանգահարել էինք մի զինծառայողի, Ուր է այդ տղան Չկա, մեռ է, անասանել է կողը։ Ինչևից է, այսօր Երևանն է խոսում ծրագրի շրջանակներում, մենք զրուցում էինք Մանուկյան Սասուն նվերի հետ, ով 2001 թվականի ծնված էր,
եւ անցնելով Արցախյան ազատամարտով, պատերազմով 44 օրյա ստացել էր ստորին վերջույթների հրազենային բեկորային վնասվածք եւ պահանջում էին գումար 21-րդ, 22-րդ վիրահատման համար։ Ես ուզում եմ փոխանցեմ Մանուկյան Սասուն նվերի, որ վերջինիս հարցը լուծվել է, իրեն կվիրահատեն անվճար։ Իր հետ կկապնվեն, չնայած արդեն կապնվել են համապատասխան կլինիկաների գլխավոր բժիշկները եւ վաղը չեմ մյուսօրը վերջինս հյուրընկալվելով այս կամ այն հիվանդանոցում կստանա անվճար բուժ օգնություն։ Խոսքը վերաբերվում է այս փուլում մի քանի հիվանդանոց իրենց աջակցությունը հայտնել են, այդ թվում նաեւ Էրեբունի բժշկական կենտրոնը։ Չէ, չկա սրա հետ կապ, անցանք առաջ։ Այս պայդրությամբ անասանելիա ցույց տալի։ Հերախոսը մտցրել է եսի մուր։ Так, սա էլ այդպես։ Ես ոնց որ խոստացել էի, այդպես էլ արեցիք։ Ուրեմն գոյություն ունի հայտնվավ։ Ալո։ Ալո, Տղա ջան, այդ հեռախոսը դուր է իր մցրել։ ոչ միտեղ, ճիշտ ասած մի մոմենտ կապան փոխվեց։ Ահա։ Ուրեմն ես ինչպես եւ քեզ բանը խոստացել էի, քո խնդիրը լուծվել է եւ եթե ես չեմ սխալվում, քեզ արդեն պիտի զանգացնեին թե զինվորի տնից, թե այո, հիվանդանոցը զանգել են եւ կանչել են արդեն բուժումների ստացիոնալ արդեն շատ շնորհակալ ենք հանրային ձայնի պարոն։ հանրային ձայն չի, հանրային դատա, հանրային ձայն անուն ազգանունը մյուս անգամ չտաս, հանրային ձայնում հիմա միայն բոզի տղեկ են։ Եղավ, ես շատ ուրախ եմ քո համար, ինչևից է ես ինձ մի փոքր լավ եմ զգում, որ կարողացա լուծել եւս մեկ զինծառայողի հարց։ Եղավ, շնորհակալություն, քեզ էլ առողջություն տղա ջան։ Շատ շնորհակալություն ձեզ հաճելի օր։ Անցնենք առաջ։ Ուրեմն կա Աբաս։ Աբազի հիմնարկից վերցրեցին, առանձնացրեցին մի հիմնարկ, որը կոչվում է արտաքին հետախուզություն, внешняя разведка։ Արտաքին հետախուզության պետ նշանակել էին այն ագարկին, մարդու իրավունքի պաշտպան աշխատած օմբուդսմենը դլո, որը բացարձակապես ոչ մի առնչություն չուներ, գաղափար չունի, ինչա նշանակում հետախուզություն, արտաքին հետախուզություն, ներքին հետախուզություն եւ այլն։ Այսինքն եթե դու ուզում ես մի հիմնարկ գմփցնես, պիտի բերես այդտեղ նշանակես մարդ, որը ոչ մի կապ չունի այդ հիմնարկի հետ։ Բերեն նշանակեցին Քրիստինե Գրիգորյանին, այն պցերին, պցեր տեստ։ Մալը տավո որ այդ ագարկին են բերե նշանակե։ Մի հատ էլ այդ ագարկեն էլ իա հետ, մի հատ ուրիշ ագարկիա բերե։ Ջիլավյան Հրանտ Կամուի 95 թվականի ծնված, ավարտել է ԵՊՀ, մասնագիտությամբ դասախոս, բանակ չի ծառայել։ Ավելի քան վստահ եմ, դեպքի նայել եմ, էլ գիտեմ, այնտեղ որ զանգել էինք միպ, ասում եք մի հատ հլասեք, ես մարդ ծառայել, թե չասում ինքը բանա, անձնական տվյալ է, ընկեր միպ, դա անձնական տվյալ չի։ Անձնական տվյալ կնիկ, եթե ես հարցնեի, Ջիլավյան Հրանտը քանի անգամ է սեքսանն, կամ արելա թե ոչ։ Ես հարցնում եմ մարդը ծառայելա թե ոչ, դա անձնական տվյալ չի։ Եվ մենք իմացանք, որ չի ծառայել։ Ուրեմն մալը տավո որ չի ծառայել, բանակ չծառայած մարդ, բանակից բացարձակապես գաղափար չունեցող, դասակ, վաշա, վաշ, ճոկ, կոչում, մոչում, զենքի ոռն ու գլուխը չճանաչող մարդը, եկե նշանակվել է Հայաստանի արտաքին հետախուզության պետի տեղակալ, դու լսնաս մակարդակը նայ։ Ինձ հետաքրքրեց, սա ինչ ընտանիք ունի այս գանդոնը, որը դասախոս է։ Մի րոպե, փաստերով, որպեսզի ուրիշ բան հետո չլինի։ Մկադորա։ Խնդրեմ, հետո մեկ։ Սա մեկ։ Սա երկուս, այս խեռը գլոխը։ Սա 3։ Սա 4։ Հիմա այս 4-ը նկարը դնում ենք այդ տելեգրամնի
1 2 3 4 Ինչ է սա զգոնում Ջիլավյան Հրանտ Հրանտ Սոսես կա Ուրեմն Ջիլավյան Հրանտը ունի քույր Ջիլավյան Սվետլանա Ես ուղղակի ներկայացնում եմ մարդու ընտանիքի վիճակը Ուրեմն սրա քուրը նկարը էտա տելեգրամնի 2017 թվականին Ստեփանավանի քաղաքապետից ստացել է դրամական օգնություն 10,000 դրամ համար 6-նա ցուցակը դրել են Այսինքն մարդը իշքան պիտի լինի բոմժ, բարեց համենաբուն իմաստով, անլվա բոմժ, որ քաղաքապետարանը տա 10,000 դրամ։ Հիմա, եթե մի մարդ այդ 10,000 դրամը գնացել է, վեկարել է կամ դիմում է գրել, որ խնդրում եմ ինձ դրամական օգնություն տվել են 10,000 դրամ։ Ու հիմա այս ընկերուհին աշխատում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Չտես գյորմամիշ ագարկեն, մազերը սենց անած օդ, աշխատում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Դրա համար ենք էլի մենք կոռուպցիա կանխարգելը։ Հիմա եթե սա 10,000 ավեկալ է, սրան որ Ադրբեջանը $1,000 ծերը ցույց տա, սա ինչ կարգի իա ընտանիքը, իա աղբերը, իա հայրեն, սաղի բուրը կտա։ Եթե մր 10,000 ավեկալ է։ Են մի բոզի տղեն Արաբատ Միրզոյանը 9,000 չուներ, որ տակի հարևանին լող ծրել էր, փողը տար, հարկադիրով ծծրին վեգալան։ Էս մեկը 10,000 դրամի օգնություն աստանեմ, քաղաքապետարանից գնեմ վեկալում, ու հիմա սրան պաշտոն են տվել, են բանակ շծարել, են դեպքում, որ սա 10,000-ին է թամար է, բայց սրան, եթե Ադրբեջանը բարի գտնվելի, չնայած $100 էլ կարա, բայց որ շատ բարի գտնվի, $1,000 տա, սրանք ինչ կարգի ինֆորմացիա կտրամադրեն Ադրբեջանին մեր վրով։ Իրավաբանին դասախոսին, դասախոս հայել է, սիրելի ուսանողներ, ինչ է նշանակում, չգիտեմ, քրեական օրենսգիրք, խոսք օրինակ, այս մարդուն բեր է նշանակել են արտաքին հետախուզության պետի տեղակալ, այն ագարկին են նշանակել են պետ, դրա համար են երկրի վիճակը էս սա։ Ես հիմա էլ թազա բերդ են սարքեմ Աբովյանը, Աբովյան քաղաքում Կոտայքի մարզում կառուցվում է նոր քրեակատարողական հիմնարկ։ Ընդեղ է տեղափոխում Նուբարաշենը, ընդեղ է տեղափոխում Վարդաշենը, ընդեղ է տեղափոխում Ցեբեն եւ ամենակարևորը Աբազի գաղութը, Բերդը։ Ազգային անվտանգության շենքում գործող KGB-ի պատվալը վեկալում տեղափոխում են ընդհանուր Բերդ։ Մալիցա, ոչ մալիցա, եւ ամեն հավանականությամբ կբաժանեն բնը մասերի։ Հիմա սա ամենա չգիտեմ դաժե ինչ ձև անվանակոչեմ, ինչքանով է ճիշտ Երևան քաղաքից Բերդը տեղափոխել։ Հիմա այսինքն խոսքի ունակ բանը Շենգավիթի ժողովուրդը, Բանգլադեշի ժողովուրդը պիտի այդ բանը տուլիգները խփեն դոշին, գնան ասեն Աբովյան։ Չնայած ես համոզված եմ, որ Բերդի շինարարությունը մինչև սկսեն դռ եւ այլն, սա իշխանությունը պիտի լինի մորմաշ։ Ազգային անվտանգությանը զրկում են իա մեկուսարանից։ Աբաս, ինձ թվում է մի գեղեցիկ օր քո կնգան էլ քո ձեռից է կտանեն։ Ինչ ասես ձեռից է տարան, քնչականը տարան, պետական բանը, պահպանությունը տարան, արտաքին հետախուզությունը տարան, Բերդը տարան, քեզ խի չեն տանան։ Դու էլ գնա պրծնենք, յակաս յա չկաս, խեղրի գլող։ Ո՞ւս կարելի է ազգային անվտանգության ազգային անվտանգությանը զրկել մեկուսարանից։ Ու ամեն անգամ բերել տանը քշի Աբովյանը գնարի, հա? Այդտեղ չեք կարա մարդ բայեք, այդ որ մնաց հետ Աբովյանում։
Հետաքրքիր է, Նայրի Հունանյանը պիտի տեղափոխվի Աբովյան, ինձ հետաքրքիր է։ Հա, ու էս Գանդոնի բան կնիգնել, էս Ջիլավյան Հրանտի կինը, Մայրամ Արթուրի Կարապետյան, աշխատում է ես մի քաքի մեջի բան գրասենյակ, մի տարվա մեջ 2021 թվականին ըստ իր հայտարարագրի ձեռքաբերե 2 հատ մեքենա, մի հատը Nissan 95 թվի, մի հատը Volkswagen 2005 թվի, բայց ոչ մի գումար չունի։ Սասուն մալչիկ պա իմինի, բացում ես սրա կնոջ հայտարարագիրը ու նայում ես, ազնական միջոցներ չունի, փող չունի, 0 դրամ, բայց 21 թվին առելա մի հատ Nissan, մի հատ էլ առելա Volkswagen, ընդամենը մեկը ապրիլի 1-ին, մյուսը մայիսի 31-ին, բա որ փող չունի, ոնց առե, այս հարցը քո մոտ չի առաջացել, հակակոռուպցիոն բոզի տղա։ Կփսնեմ են է, ով ոսկարում կփսնեմ ան։ Մի րոպե։ Վրաստանի ֆուտբոլի հավաքականը անցավ Եվրո 2024 առաջին անգամ պատմության մեջ։ Ես նայում էի, թե ոնց է վրաց ժողովուրդը մի մարդու նման տոնում այս տոնը։ Ես շնորհավորում եմ Վրաստանի ժողովրդին։ Ես ֆուտբոլից հեռու եմ տասնյակ հազարավոր լուսնային տարիներով։ Բայց որ ես նայեցի Վրաստանի արձագանքը, ինչպիսի համախմբվածություն առաջացավ մարդկանց մոտ, երբ որ մարդիկ առաջին անգամ արձանագրեցին, որ իրենց ֆուտբոլի թիմը անցավ Եվրո 2024։ Ունենք բոզի տղա վարչապետ, ով հայտարարում էր, որ 2050-ին մենք պիտի, չգիտեմ, ֆուտբոլով արձանագրենք, ինչ-որ մրցանակային տեղ բռնենք։ 24-ն է, սիկտիրարի մեզի դուրս։ Ու ես նկատել եմ, որ բնակավարը, որ հարցը, որ խնդիրը, օրինակ բանակը, ժողովրդի մոտ առաջացնում է համախմբվածություն, սրանք դա քայքայում են։ Քայքայում են, գմփսնում են, գցում են մի կողմ։ Մշակույթը գմփսրեք գցել են մի կողմ։ Բանակը գմփսրեք գցել են մի կողմ։ Սպորտ գմփսրեք գցել են մի կողմ։ Ֆուտբոլը, որը որ պետական բյուջեից ստանում է ահռելի ֆինանսավորում, այդ ֆուտբոլի այդ UEFA դրանցից ահռելի բան ֆինանսավորում, խոսում եմ այսօր Ֆուտբոլի ֆեդերացիայում իմ աղբյուրների հետ, ասում է պարոն Ղուկասյան, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պոռնիկի ծնունդ Արմեն Մելիքբեկյան, ծծնմա, լապելա որ լապմա, պետ բյուջեից մեկ, մարդկանց բանակից ազատելով 2, մթոմ ֆուտբոլիստա, գնում են ջնջում են, փողերը վեկալում են, խույնա, մինչև 27 տարեկան, 22, 23, 24, մազբզմ գալım կամ չի գալım, վայնի բիլետ վեկալım, ասում եմ, ուրա ես գնացի, հաջողություն։ Ապրմա այսօր ասում եմ Մելիքբեկյանը վարձով, որովհետև վերանորոգում է ու մի հատ շքեղ տունա սարքամ, ասում եմ, տան ռեմոնտնա գնա գալիս եմ։ Ում փողերով ֆուտբոլի ֆեդերացիայի։ Տեղակալը Նիկողոսյան, Բոզի տղեն, տղուն ազատել է բանակից մթով ֆուտբոլից, ոնց որ հիմա ինձ ազատեն բանակից որպես բանը, բարեց, կլի, չլինի, բայց ազատել են։ Մյուսը Հակոբ Սիմիձյան, Ռուբինյան Ռուբեն եւ Պապիկյան Սուրոյի աներձակ։ Սրանք ասում է քիչ էին, հիմա էլ հայտնվել են այս բոզի տղեկը, սրանք էլ իրանց դուքյանն են սարքե, դրանք էլ ատիցա լափում են ու լափում են։ Վերջին խաղերից 10-ից 8-ը Հայաստանի ֆուտբոլի թիմը պարտվել է, խաղացող չեն։ Նիկողոսյանը ձեռք է բերել 2023 թվականի Գելենվագեն, Յաշիկ, որտեղից Աստված գիտի։ 6 տարի է, ինչ սրանք ղեկավարում են, մենք պարտվում ենք ու խայտարակվում ենք, խայտարակվում ենք ու պարտվում ենք։ Են էլ ասում է, են մի անգամ էլ մի կերպ բանը գոլ խփի, նիչարին, ձեր ահու։
Սրանից հետո ասում են նորից բարդակ, բարդակ, բարդակ։ Ուրեմն ես մի բան գիտեմ, որ ընդամենը հարկավոր է ցանկություն թիմը թիմ սարքելու համար։ Թիմը թիմ սարքելու։ Այսքան TikTok ենք թերթում, Instagram ենք թերթում, այս ենք թերթում, այն ենք թերթում, մենք նայում ենք մյուս թմերի վերաբերմունքը տղաների մեկը մեկի նկատմամբ, էլիար հետ զասվում են, էլիար բդում են, էլիար սիրում են, էլիար հարգում են։ Մերոնք սաղ մեկը մեկի նկատմամբ շնչում են թույն ու թարախ։ Գումարած դրան կար Հենրիկ Մխիթարյան։ Ինչքան էլ ես այդ մարդուն չսիրեմ, բայց Հենրիկ Մխիթարյանը բրենդ է, բրենդ։ Աշխարհի ամենաճանաչված հայը։ Բերանը դրին, Սիկտիրարին փախավ գնաց Հավիտյանս Հավիտենից։ Պորտուգալացիք հպարտանում են յանց Ռոնալդոյով։ Են Մեսիով, Արգենտինան Մեսիին շինելա մի հատ աստված։ Են ադրբեջանցիք, որ մարդ շունեն հպարտանալու, մի հատ մարդ ունեն Մուսլիմ Մագամաև սատկե գնաց է, են էլ սովետի հաշվին դարավ Մուսլիմ Մագամաև, Ֆուրցևայի ծլիկը արգանդը, Ադրբեջանը պիտի ոսկե ջրի, Բաքվի կենտրոնում տնգսի, որտեղ եթե Ֆուրցևան չլներ, սենց ասած, սիմպացիա չտացեջ Մուսլիմ Մագամաևի վրեն ու Բրեժնևը, ոտերը սկուտել Մուսլիմ Մագամաև, թեկլներ Մուսլիմ Մագամաև։ Գումարած Առո Բաբաջանյան։ Մենք ինչ ունենք, չունենք, սաղին, վարքաբեկինք, թաղինք, վիրավորինք, ծծրինք, լալինք, ինչա թե հենոն չմտավ Նիկոլի տակը։ Հենոն եթե մի քիչ տավելի լուրջ տղալներ, այսօր կարար հենոն Հայաստանում եղանակ փոխեր։ Իա ֆան ակումբով, իա պատրիոտներով, ամեն ինչով գոնե սրանց տուն ու տեղը ծծցներ, որ թե գնաց ջուրը լցեցվեն, ասում էր նոյը ինձ ուժատալım, ծծերիս էլ գեղեցկություն, թե քեզ վիրավորվեց են նեղած կոտ, աղջկեքի նման հելավ գնաց։ Ու մեկը չասում հենո ջան, երկիր ենք բանակորցնում, բալա ջան, հասկացել ենք, քեզ վիրավորել է։ Մի բան արա, հել գոնե քո էջերով, քո բանով ասա Նիկոլ, կնգած ծծնեմ, կնիկդ բանկետ անեմ, 1 միլիոն դրամ ամեն մի հատ տոմսը, որ ինչ որ սամանամերձ գոտու կանանց իբր թե բիզնես օգնություն, խույվ ռոտես բան չկա։ Հենո ջան, ասա 1 միլիոն դոլար տալım եմ, աննա, արի ծծի բդերս։ Ինչ որ սես մի բան։ Ոչ թե գնա մտի եմերոսմա կատում մի մուտանկյոնում լաց է լինում։ Նեղաց հելա, գնաց հելա, վերջ։ Երբեք ու երբեք Հենրիկ Մխիթարյան ջան, ես քեզ չեմ սիրում տղա ջան, առավելևս երբ որ իմացա դու այդ Grand Tobacco-ի խնամ ինչա, փեսա, հա, փեսեն ես։ Բայց ես պարտավոր եմ քո կերպարը ընդունել, քեզ հարգել, որովհետև դու աշխարհի ամենահայտնի հայն ես, որպես ֆուտբոլիստ։ Բայց այսօր դու երկիր ես կորցնում, տղա ջան, բալիկ ջան, դու լուր նստել ես։ Ինչա թե դու նեղացել ես, միգուցե ընկեր Նեմեց Ռուբոն դիմում եմ քեզ, քանի որ գիտեմ, որ հենոն քեզ շատ լավ լսում է, ենթարկվում է, քո ջուրն էլ լցամ դոշերին, ասում էր մուսկուլնիա։ Ռուբո ջան, մի հատ վեկա զանգի քո հոգեզավագին, այդ խշտողուն, չգիտեմ ինչ ասեմ, ասա տղա ջան, հել մի երկու բառ խոսա էլի։ Հել մի քաղաքական հայտարարություն արա, կարծիք հայտնի, երկիրդ մաս են անում, Ռուբո, դու գոնե դրան ասա։ Իրավունք չունի այսօր հայը, ասի ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Այդ հայը պետական դավաճան է, այդ հայը զոմբի է, այդ հայը ոչխար է։ Երկիրը դրած փրթրթում են, տալմա թուրքերին, ում խերին եք պետք, ընկեր սպորտսմեններ, դուք ձեր մուսկուլնիով, դուք ձեր հաջողություններով, եթե դուք երկիր չպիտի ունենաք։ Էսպիտակ արջ, գորշ, վագր, չգիտեմ, գայլ եւ սախսուս են։ Դուրս եկե, ալե Սիմոնան ասում է մարդ եմ մանգալում, որ ասել գյուղերը Ադրբեջանին, բանին, Հայաստանինն է։ Մեկը չի լմասի, ասել մի տարիցն է, բոզի տղա։ Մենք մոտենանք հիմա այդ թեմային։ Մենք այսօր ֆուտբոլ չունենք։ Ամեն ինչը ոչնչացվեց։ Ես ուրեմն հիմիկվանից հայտարարում եմ ֆուտբոլի ֆեդերացիա։ Ես սկսելու եմ արդեն մտնել ձեր տները հատ հար հատ, ձեր երեխեքով, տնով, տեղով, սիրուհիներով, գյոթերով, բոզերով, դուք բոլորդ
Եթե գտնվում եք այս թմի մեջ, Արմեն Մելիքբեկյան բոզի տղու թմի մեջ, դուք բոլորդ բոզի տղա եք։ Եվ սրանից հետո ընկեր ֆուտբոլիստներ, ուշ այս սիլիկոնովի բդեր, ուշադիր լսեք ինձ, կամ դուրս եք գալի Հայաստանի հավաքականից, կամ ասկացնում եք միտինգ, պիկետ, ինչ ուզում եք արեք, ասեք մենք չենք խաղում, քանի Արմեն Մելիքբեկյանը ֆեդերացիայի նախագահն է, այս բոզի տղեկով, հանեք սիկտիր արեք, կամ գնացիք խաղալու, պարտվակ, հատ սաղիտ նկարները դնելու եմ, վրեն խփեմ բոզի տղա, ու ձեր տնով, տեղով, անդամներով, կնանիկով, սաղի նկարները դնեմ ու ծսցնեմ, ամբողջ ազգը ձեզ պիտի ծսցնի, ունեք երկու երկ, կամ ալևս չեք խաղում ենքան, քանի ես բոզի տղեկն են, պահանջում եք փոխել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին այս թայֆով, եթե չեք փոխում, բարի, ուրեմն գնացիք պարտվակ, ձեր տուն ու տեղը ծծացնելու եմ ես, դա դուք պարծեք պարտվեք, ինչ ուզում եք արեք, որնելով այդ ռում կցեք, պարտվակ 10 խաղից 8 պարտվել եք, հիմա ասում եմ 10 խաղից 8 պիտի հաղթեք, եթե 8-ից պակաս դուք խաղացիք ու 10 խաղից 7 հաղթիկ կամ 6-ը ես ձեր տունը ծծացնելու եմ, հիմիկվանից ձեզ ասում եմ, կամ չեք խաղում, շո, տեսեք արդար դեմոկրատական ընտրություններ, սա դեմոկրատիա է, խոսախ չի, դաժե քրիստիկն ասում է, կամ չեք խաղում ալևս, մեզ ես ֆուտբոլ պետք չի, մեզ սենց ֆուտբոլ պետք չի, որ գնաք, վարկաբեկվեք գակ, երկին խայտարակեք գակ, հետո, անունը դրել եք դուք ֆուտբոլիստ եք, խերրեք էլոք եք, կամ մի խաղացեք իմանանք չունենք, մինչև գա Վարդան Ղուկասյան, հավաքի թիմ, ու ասի, էսի ձեզ գնդակ, էսի ձեզ դաշտ, էսի ձեզ պայմաններ, պարտվակ, բերդում պդելու եք, ոսոր անում է Ստալինը, ոսկի չեք բերում, կետակ ոսկի հանքերից կբերեք, վերջացավ, ու հրատենա ոչ եք խաղալու, ու մինել բրնելու, բոզի գնալու, սխելու, և այլն, այդ ֆուտբոլիստը բխաչելու յա, դիմեցի, թո վաղը, մի հոգի չպորցի չզանգի ինձ, ասի ֆուտբոլիստ խերրի գլուխ են Արսենա, մեզի բարեկամ անգերեսա և կապ չունի, դուք խայտարակում եք երկիրս, կամ հրաժարվում եք ֆուտբոլից, սրան փոխելով, կամ դուրս եք գալի ասում եք մենք գնացինք, մենք չենք խաղում, հավաքական, կամ եթե մնում եք, օքեյ, գնացիք պարտված եկակ, մտածեք ձեր շրջապատի ձեր տունուտեղի մասին, տղաճան, դիմում եմ բոլոր սիլիկոնովի բդերով ֆուտբոլիստերի, հիմա ստեղ նայում է ահագին մարդ, խնդրում եմ ասեք, դուք համաձայն եք Վարդան Ղուկասյանի այս մեթոդի հետ, ու ավելի լավ չունենամ ես ֆուտբոլ, քան թե գնա գարլխվի գա, հետո, թողեք սիկտիր եղեք ուրեմն, եթե խաղալ չգիտեք, որ ասում է, պայմանավորվեցինք, ու թող հիմա մի հատ ֆուտբոլասեր հասարակություն, ինձ ասի դու սխալ ես, դուք իրավունք չունեիք Թուրքիային պարտվելու, պրոստ իրավունք չունեիք, ուրեմն դուք ֆուտբոլիստ չեք, հետո ինձանից թող ոչ մեկ չնեղանա, ուրեմն քանի որ գնաց խոսք Մարզաձևից, Արմեն Մելիքբեկյան, Նիկողոսյանը իատաղու հետ միասին, Սիմիզյան Հակոբ, Ռուբինյան Ռուբեն, Սուրեն Պապիկյանի աներձակ, Կրասնու պասպորտ սեղանի պետ Լիաննա Նադարյան, կարող ես են Նադարյան Վարդանյան դաժե բարեկամա, Գագո Խերթան, Պոլիկլինիկայի Արևիկ, ուլավ, սենց չի լինի,
Այս հաչելի երաժշտության տակ պոլիկլինիկայի Անևիկ Ալեքսանյան սիրում եք չէ ֆուտբոլիստներին։ Բոլոր ֆուտբոլիստները գագո քո ղեկավարությամբ քո ծվերը սրանց համար ֆուտբոլի գնդակ։ Տես հենց ինչ երկմա տոնիկ կլոնիկ շարժումներով սրանց սաղին Ալեն Սիմոնյանով հանդերձ չոքս այդ բոզի տղուն։ Դեմիս գագոս հետևիս ֆուտբոլիստները տաքսու շոֆերները ու ինչքան բանվոր կա։ Ձեր տունն ու տեղը ծծծնեն այս երկի տակ։ Կրասն ու ժողովուրդը Լիաննա Նադարյանի մազերից բռնած այս երկի տակ ծծծնեն պասպորտ սեղանի պեչատը ճակատի խփելով, եղո գրածա հաշվառված է ստեղ։ Անևիկ Ալեքսանյանին բժշկուհի ծծերից մեր ֆուտբոլիստները բռնում են, ասենց քաշելով ծծծնում են։ Գագոլը որոտ խաղցրա, տեմպո, սրատակ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի բերանը դնում ես ծվետ, ասում ես ֆուտբոլ խաղա բոզի տաղա, դավայցե, նայում ենք։ Կոնքերով, որի թշերը ձգում ես, եղավ խանսը, այս Ալեն Սիմոնյանին իշկան ազգային ժողովում պահակ կա, անվտանգության աշխատող և այլն։ Այս երկար ձենով, ձեր երկար խերը կողմ եք Ալեն Սիմոնյանի բենի մեջ ու ետ չեք անում, իա մոր։ Տեմպով։ Այսես կայֆից պիտի որնան, այդ սա ախրանիկները, որովհետև այդ Ալեն Սիմոնյանի մինետ, գերագույն մինետ։ Նոր հաչենի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանին ենք տսնում։ Աննա Բոլինին էլ ենք ծսնում, 9 միլիոն դրամանոց ընտրիկով, 9 միլիոն դոլար, ինչ ես, հենիկ մխիթարանը տնի նավարիկ պենի մեջ, բոզի ծնունդ։ Անդրանիկ Քոչարյան, ուրա։ Ստանշել են։ Անդոյ, ամբողջ համացանցը Անդրանիկ Քոչարյանի այդ հանձնաժողովում ելույթն է, որտեղ որ Անդրանիկ Քոչարյան գրլեց, կուլտուրական գրլեց, էտա գիգիշ, են որ գրլեիր, լավարիչ, 5+։ Կապված մարտի մեկով, հիմա աբազի աշխատողը հարցատալը, ուրա, Քոչարյան Անդոն գիգիշին ասում է մարտի մեկի էջը պագում ենք հարցով, Քոչարյան Անդոն, դու որ մարտի մեկով ընդդիմության կողմից փաստահավաք խմբի ղեկավար էիր, աղվանը մի հատ ավանցի անուշ ապերի միջոցով, ավանցի, քեզ $35,000 առավ, բոզի տղա, մանրամասները կներկայացնենք Վարդան Ղուկասյանին հետո, գրում է աբազի աշխատողը, ստե որ գրել են ավանցի անուշ ապեր, ես պաչիմուտը կրահում եմ, որ ավանցի անուշ ապերը կարալի նեմեց ռուբոն, որովհետև նեմեց ռուբոն քեզի շատ լավ տիրություններ անեմ, վերջում հելադրիր նեմեց ռուբոյի բուրը, սա կագեբից, իմ կողմից, ընգեր Քոչարյան Անդոն, նույնց եմ կրկնում, շատ լավարիչ, շատ լավասիր, կապված ամբակումի հետ, լրիվ քո հետ համաձայն եմ, որովհետև ամբակումս ի վիճակի չէ, առավել ևս եղել է մարտի մեկով քննիչ, բայց ամենահետաքրքիրը, քո դեմը նստած էր մարդ, արդարադատության նախարար, ում եղբայրը հետախուզման մեջ է, են սեռական շրթեր
Միքայել Մինասյանն է, ում հայրը նորից հետախուզման մեջ է, մեր Սերժի Խնամին, մայրը անցնում է որպես մեղադրյալ, ինքն էլ անցնում է որպես Սերժ Սարգսյանի խնամի։ Բա այդ հարցը խիչը տվիր, ասեր ընկեր Գիգիշ, ես ոչ մի կերպ չեմ կարում հասկանամ, քեզ Նիկոլ Վավայևիչ Բոզի տղեն ո՞նց է նշանակել արդարադատության նախարար, եւ որ դու մեր Սերժի Փեսա Միշիգի աղբերն ես, Հերդ Ռոզիսկ, մերդ Ռոզիսկ, աղբերդ Ռոզիսկ։ Ստեղ ես հիշեցի մեր հարևան Զոյայի Մանուշակին, որ ասում էր հերդ գիժ, մերդ գիժ, դուք էլ գիժ, ինչ եք ուզում մեզանից։ Հիմա նույնը է սա։ Սա ընտանիքով հետախուզման մեջ է ձեր կողմից։ Ու այդ մարդը արդարադատության նախարար է։ Ատես ո՞նց ալը։ Սա ռազմական ոստիկանության բենզինը ծծեմ տանը մեզ, ծծեմ է, այդ հենց, դուք հոկնիկ, սա ռազմական դրանից է բն բողոքն, դրան խիչ ես ասում եմ լավ ես հար է, կանաչ կարդ, ծծրա, բայց ախր նույն էդ, նախարարը ով ամբակումին բեր է դրել է քելակատարողական վարչության պետ, են նույն ամբակումին, ում այսօր ղեկավարում է Արգիշտը, ով խոշտանգը Մովսիսյան Ռոբերտին, իմ ընկերոջը, նուբարաշեն քելակատարողական հիմնարկում, որ պիտի լինել Վարդաշենում։ Մի հատ էլ հարուցին քելական գործ, տարան հարցերին քնչական կոմիտե ասում են, ով է ձեզ խոշտանգում, ում հրամանով բարտասեց ձեր քնչականի պետի, Արգիշ Քալամյանի։ Ատեցա ասեմ, նուբարաշեն քելակատարողական հիմնարկի պետը։ Ասում է տղա ջան, դու ստեղ ես, որովհետև այտենց հաուզ է Արգիշտը, Նիկոլի հետ միասին։ Ոչ տեսակցություն, այս մի տարի է, ոչ տեսակցություն, ոչ տուլիկ, ոչ սնունդ, ոչ պրագուլկա, մարդը խոշտանգվում է բառից ամենաբուն իմաստով։ Բա սրա հետ կապված, ընկեր ամբակումին, որ պետք է ծծանել հանել, դրա մասին ոչ մի խոսք։ Մի հատ էլ ուրիշ բոզի տղա կա, նուբարաշեն քելակատարողական հիմնարկում, հեռախոսը ձեռը ամեն օր մտած են TikTok-յան մի հատ էջ ունի հազիվ, այնտեղով դրած բոզի տղությունա որ անըմա։ Հարց։ Եթե ընկեր Անդրանիկ Քոչարյանը այտենց օբյեկտիվ հարցը տար, ես շատ ուրախ կլինեի։ Ընկեր Անդրանիկ Քոչարյան, դեմիդ նախարարն ով է, որ դու հավարով ասում ես մարտի 1-ով խի մարդ կա որ դատվել է։ Մարտի 1-ով մարդ կա ում դու կալանավորեցիք տարը Ռոբերտ Քոչանին, մաքրիկ, մաքրազարդիկ, սրբասրիկ, հանիկ դրիկ են կոմ։ Ինչ ես ուզում մարտի 1-ից։ Ամոթա, ընկեր Քոչարյան Անդրանիկ։ Ես շատ կցանկանայի, որ դու փաստերով նաև ծցներ քո նախարարին։ Թե չմենակ ամբակում կողեմ ամբակում։ Ես տրամադրված եմ նաև ամբակումի դեմ, բայց ես ուզում եմ, որ մենք լինենք օբյեկտիվ, սկսենք ընկեր մինիստրից, եւ վերջո, այդ հարցը, որ դու բարձրացնում ես, ընկեր Քոչարյան Անդրանիկ, մի հատ էլ ասել այդ խմելու ջուրը, վերջը եւ ֆանիցեք քաշ չհաշվելու կալանավորների վրա։ Մինչեւ այսօր քաշա։ Հելա ակմեկով հայտարարիկ 6 ամիս առաջ, որ այլևս քաշ չի լինելու, մինչեւ այսօր, բանկեր մինիստր մի հատ այդ հարցին պատասխանի Գիգիշ։ Հելդ հանցագործ, մերդ հանցագործ, աղբերդ հանցագործ, դու էլ նախարար։ Այտենց էլ նմա։ Դրելա մի լուրջ տնով, ես ինչեր է խոսում, ես ինչ աներկայացնում։ Ես նորից պետք է անդրադառնամ շատ ցավոտ թեմայի։ Նոր հետո մենք կանցնենք ընկեր Ալեն Սիմոնյանին։ Մենք ականատես ենք լինում ձեր հետ, այո, այն իրավիճակին, որ մենք ունենք պատերազմի վտանգ։ Եվ պատերազմի վտանգը անընդհատ կլինի, քանի կա այս իշխանությունը։ Ես իրականացրեցի, այսպես ասած, մոտավորապես ռազվետկա,
հարգելի քաղաքացիներ, թե Հայաստանի Հանրապետությունում որքան է կազմում բանակից ազատվածների քանակը։ Ուրեմն 18-ից 27 տարեկան եւ 27-ից 45 տարեկան։ Մենք անընդհատ բերում ենք Իսրայելի օրինակը, որ տեսեք Իսրայելը սենց, Իսրայելը նենց եւ այլն, բայց մենք չենք բերում հենց այն օրինակը, խիա Իսրայելը այդպիսի պետություն դառը, իսկ մենք խերի գլող։ Իսրայելը իր աշխարհարական դիրքով ավելի վատ վիճակի մեջ է, քան մենք, որովհետև մենք գոնե լավից վատից երկու հարևան ունենք, ում հետ ունենք նորմալ հարաբերություններ, Վրաստան եւ Պարսկաստան։ Իսրայելը դա էլ չունի։ Իսրայելը իր տարածքով ավելի փոքր է, քան մենք։ Իսրայելը մեր չափ գյուղմշակման հողեր չունի, մեր կլիման չունի, մեր բնությունը չունի, անապատ։ Ոչ նավթ ունի, ոչ գազ ունի։ Բայց Իսրայելը իր փոքրիկ հալով ծսնում է աչուձակ սա արաբական աշխարհը։ Ինչի է ըտեց։ Որովհետև Իսրայելի ժողովուրդը հասկացել է պարզ ճշմարտություն, որ երկիրը առաջինը պետք է պահի բանակը։ Երկիրը առաջինը պիտի պահի զինվորը եւ յուրաքանչյուր հրյա, յուրաքանչյուր Իսրայելի քաղաքացի անկախ սեռից պիտի գնա եւ ծառայի։ Եթե չի ծառայում, ուրեմն այդ անձը իրավունք չունի զբաղացնելու Իսրայելում պաշտոն։ Ծառայում են թե տղա, թե աղջիկ։ Մեր պարագայում ինչ հայտնվեց Չալյանը, Սերժեկան, այսպես ասած, Վազգեն Սարգսյանի հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց բիզնես, որը կոչվում էր բանակից ազատվել։ Սկսվեց բիզնես, որը կոչվում էր փողով այս կամ այն զորամասեր ընկնել։ Ինքս եղել եմ, տեսել եմ։ Հիմա մենք ունենք 50,000-ից ավել մարդ, այդ մեծ ուշադրություն դարձրեք, 50,000-ից ավել մարդ, որոնք 18-ից 45 տարեկան են եւ իրենք չեն ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Բանակ չէ։ Այսինքն 50,000 տղամարդ չգիտի ինչ է նշանակում զենք։ Սա մի ամբողջ լուրջ բանակ է։ Մենք այսօր բանակ չունենք, պրիզիվ չունենք, որովհետև համատարած ազատվում են։ Բանակից ազատվելը դարել է 25-ից 30,000 դոլար։ Օրինակ մի հատ երիտասարդ կա, как раз сейчас, сюда. Գերել եմ մոտս մի րոպե։ Զբաղված։ Բանկար ենք, հավաքենք հեսա։ Ուրեմն 50,000-անոց բանակ։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ, նույն ինքը Սերան Մուշեղիչ, ուր այդ մարդը։ Քո տղեն էլա չէ բանակից ազատվել։ Վերցրու այսքան ժամանակ մի հատ օրենքի նախագիծ չեք բերել։ Վեկալեք գոնե օրենքի նախագիծ բերեք, որ բոլոր այն անձինք 18-ից 45 տարեկան, ովքեր չունեն առաջին կամ երկրորդ կարգի հաշվանդամություն, դաժե միայն առաջի կարգը, ով ունի առաջի կարգ, Աստված իր հետ, DCP, Down, Maun եւ այլն։ Մնացած բոլոր այն անձինք, ովքեր ազատվել են 18-ից 27 տարեկան եւ 27-ից 45 տարեկան, կապ չունի։ Այսինքն այն տարիքը, որը որ մենք զորակոչում ենք, զենքը տալիս ենք բանակ, եթե չեմ սխալվում 55-ն է, եւ ասում ենք պիտի գնաս կռվես։ Այդ մարդկանց պարտադիր կերպով իրականացնել զորահավաք եւ ուղարկել Ուչեբնի ցենտր մարտական պատրաստակամություն անցնելու։ Որովհետև վաղը մյուսօր Հայաստանի Հանրապետությունը, երբ որ ներքաշվի
լուրջ պատերազմի մեջ, ինչա անելու Արշակի տղեն, Վովայի տղեն, Գագոյի տղեն, Վանեցի տղեն, քո տղեն, մյուսների տղեն։ Օրինակ ինչ պիտի անեն։ Պիտի գնան նստեն կլուբներում դլոտ ծծեն, իսկ այն հասարակ մարդու երեխեքը պիտի գնան եւ զոհվեն։ Ինչքան էլ առողջությամբ ազատված են։ Բայց մենք տենենք, որ այդ մարդիկ մեքենայել են քշում, ինչքան էլ հիվանդ լինի, կարա չէ, գոնե կարտոշկա մաքրի։ Կարա չէ, գոնե գնա նստի կամուտատրի վրա կապավոր, վեկալի ասի պայքար, առյուծ։ Ինչքան էլ ազատված լինի, կարա որպես վարորդ լինի, որտեղ մեզ մասը յաշիկ են քշում, յաշիկի տեղը թող վիլիս քշի։ Այս մարդկանց, այս 50,000-անոց բանակը, որը որ այսօր չես հասկանում ուր է մտած, սրանց պետք է սովորացնել ինչա նշանակում զենք, ինչա նշանակում նռնակ նետել, ինչա նշանակում տանկ, ինչա նշանակում բետեր, որ տանկը բետերից տարբերեն, ջոկը վաշտից, գունդը գումարտակից, ավտոմատը պիստոլետից եւ այլն։ Սա ազգային տրագեդիա է, սա ողբերգություն է։ 50,000 մարդ այսօր մի ամբողջ Հայաստանի զինված ուժերի չափ զորք կեղծ վայենի բիլետ հիվանդության թուղթը ձեռը տժմա ֆռմա Հայաստանով մեկ 50,000 вы только одумайтесь դուք պատկերացնում եք ու այս մարդիկ խոսում են երկրից խոսում են պետությունից, խոսում են քրիստոնեությունից, խոսում են, որ իրանք լավ տղա են, դուք բոզի տղա եք, դուք լավ տղա չեք։ Ոնց կարա լավ տղեն բանակից ազատվի։ Ինչ գիտեմ այտենց լավ տղա։ Ուրիշ հարց, հիվանդա, իոքյա, վեկարի ազատել են ասիգմատիզմա, էպիլեպսիկայը, դրանց մի կողմ։ Բայց նշանակություն դրանք էլ պիտի գնան ինչքան ես օրինակ խոստանում եմ իմ ընտրողների նեղանան, չնեղանան եւ այլն բոլոր ազատվածները 18-ից 45 տարեկան փուլ առ փուլ 3 ամսով լրիվ ուչեպկա նախույք հոկտեմբերյան լուսակերտ հոկտեմբերյան նախ պիտի իմանան ինչա նշանակում զենք Ուշեպքիմ իր առաջ դրված խնդիրը չիրականացեց, դաբլ մի հատ էր իրեկամիս, մինչև ընդեղից դուրս գա գոնե շարքային զինվորի գիտելիքով դուրս գա։ Հասկանալ իմոնքեմ ոնց են կաշып գցեմ, ավտոմատը ոնց են զարեժատան, բա քեզ ով պիտի պաշտպանի, տղա ջան։ Ով քեզ պիտի պաշտպանի, եթե վաղը մենք նել քաշվեցինք պատերազմի մեջ։ Ում խերի հաշվին դու պիտի ֆրֆրած, քո կայֆերը անես, քո պատճառով մարդիկ գնան մեռնեն։ Բա դուք ես եկին անելու բան չունեք։ Կնեղանան ինձանից չնեղանան չէ։ Են քաղաքացին, են 18-27 տարեկան եւ այլն, ով ինքնամեջ խոմ գիտի որ ինքը բանովա փողովա չի ազատված, ինքը իրավունք չունի իան ասելու լավ տղա։ Ինքը իրավունք չունի ռեխը բացի Վարդան Ղուկասյան քննադատի ասի դե արա ով այն էնի քո մաման ծսնողն է ես ծառայել եմ դու ոչ ուրեմն դու բոզի տղա ես որ կանխամտածված կերպով փողը տվե ազատվել ես ու հենց իմ նմաններին ովքեր ծառայել են բան ես ասсан քուչի լավ տղեկին եմ դիմում Վաղը մյուսուր ում հետ որ մտակ բազարի մեջ, են որ շեմուշկա չրթելով, սիգարետով, թզբեխը ֆրծներով բազարը տանում եք, այդ հարցը պիտի տաս։ Տվեք, ասեք դու ծառայել ես ապե։ Որ ասի չէ, բաս էլ քո նման բոզի տղու հետ ես ինչ խոսամ։ Աչոտը տալում եմ։ Եթե դու թռել ես բանակից, փողը տվե ազատվել ես, ոչ չթա չծառայես, երկիր չպահես, քո հորն ու մորը չպահես, դու բոզի տղա ես։ Աչոտը տալում եմ։ Ու այդքանից հետո դու մտնում ես բազարի մեջ մեկ ուրիշի, դու մտնում ես քո դիրքերը ցույց տաս, ով ես դու։ Դու իրավունք չունես խոսելու։ Այսօր մարդիկ ոչլոտում են, փտում են, զոհվում են, էս են անում այդ փողով ազատվածների պատճառով։ Մարդիկ այսօր մի ամսով դիրքի շեն իջնում, որովհետև մարդ չկա որ փոխեն, սա ազատվում են։ 25,000 տալեմ գմգփալեն ազատվում են։
Քո պատճառով լավ տղեն պոստպահող երկու շաբաթվա տեղ կայնում է մի ամիս, որտեվ մարդ չկա, որտեվ այս իշխանությունը բոզի տղեկի հավաքածու야 պարլամենտական ընդդիմությունն էլ հետը։ Բատարոն Մարգարյան, ղախպի տղա, գնացել էր խաշուտող հորը տարեդարձը, օրենքի նախագիծը բեր, այդ ոչխար դաուն դեմքդ աղ, մոտեցի ամբյոնին և այդ օրենքի նախագիծը բեր, որ 18-ից 27 տարեկան, հետո 47 տարեկան բոլոր անձինք պիտի գնան եռամսյա հավաքների։ Բեր այդ նախագիծը։ Եթե գիտես ինչ է նշանակում նախագիծ, ղախպի տղա։ Ռազմական ոստիկանություն մայոր Եսայան։ Մայոր Եսայան, բարև ձեզ։ Վարդակ Ղուկասյաննա, ձեր ձերքի տակ պիտի լինի թուղթ ու գրիչ, խնդրում եմ գրեք։ Դարփինյան Մխիթար Խաչիկի 21 տարեկան Վարդենիս $30,000 ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից կեղծբժշկական փաստաթղթերով։ Ընդունեք հաղորդում հանցագործության մասին։ Երևավ շատ բարի։ Շնորհակալություն։ Այս հանդիմանները լիքն են Դարփինյան Մխիթարի։ Ես խոստանում եմ, ես սրանց քշելու եմ բանակ, են անպայման հոկտեմբերյանի ուչեպկով։ Խի հոկտեմբերյանի, ես գիտեմ խի հոկտեմբերյանի։ Սենց ազատվածների որի ծակից արունը պիտի գնամ, այս մասերը լրիվ պիտի քրքրվի, ծակրտվի, քերծվածներով, անենց եմ սրանց կողելու ես պալիգոնները, անենց եմ ես սրանց վազացնելու, անենց եմ ես սրանց մարտական արվեստի միջով անցկացնելու, որ որներից արուն է, հա։ Անկախ նրանից քանի տարեկան են արդեն 27 կլնի, 30 կլնի փոխուի, դուք իմ օրոք գնալու եք։ Հիշեք ես էֆիրը։ Իսկ սրանց ազատած բժիշկներին ես ձեր սաղին ծծցնելու եմ։ Դուք սաղը դատվելու եք դրա մասին հիշեք, ընկեր բժիշկներ, ընկեր հանձնաժողով։ Գումարած դրան զինվորական են դատախազներին ու ոստիկանությանը այսպես որ հաղորդումը ընդունեն եւ հանկարծ չիրականացնեն։ Ես զգուշացրեցի։ Դո յեդինի սաղին քշելու եմ բանակ։ Եթե դու Հայաստանի քաղաքացի ես, տղա ես, դու պիտի իմանաս զենքից օգտվելու կանոնները։ Դու պիտի իմանաս ինչա նշանակում զենք, դու պիտի իմանաս ինչա նշանակում բանակ։ Բանակ ծառայած չեղավ, շոպիզդետ։ Մի հատ էլ առանձին պալիգոն են բացելու զորավարժանքի կենտրոն կանանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել զենքի արվեստին, որ իրանց երեխեքին իրանք պաշտպանեն։ Միայն այս ձևը հնարավոր սիրելի հայ ժողովուրդ եւ սիրելի Ղարաբաղցիներ, Ղարաբաղը հետ բերել։ Ուրիշ ձև Հայաստան փրկել, Ղարաբաղ հետ բերել չի լինելու։ Հայաստանը պիտի ունենա մինիմում 100,000-անոց կանոնավոր մինչև ատամները զինված բանակ։ Մի կերեք, մի խմեք, բանակ պիտի պահեք, բարի բունի մաստով։ Չնայած մենք ենքան բոզի տղա թալանտ չունենք, որ հաստատեսորենքը չի կպնելու հասարակ ազգաբնակության գրպանին։ Բառացիորեն հայտարարում եմ։ Ես պիտի վերականգնեմ նսեմացված հայ մարդու համբավն ու պատիվը։ Այն որ ինձ անդադուղարկում են տեսեք, պարոն Ղուկասյան, թե երկրորդ աշխարհամարտի ժամանակ մենք քանի հատ մարշալ, գեներալ գնդապետ, լեյտենանտ, ադմիրալ ենք ունեցել, Ադրբեջանը 0 է եղել, որովհետև սովետական դաստիարակությունն է տեսել այդ սերունդը։ Ստալինն է տեսել, անես չի ծծրել Ստալինը, որ մարշալներ ու ֆետմարշալներ մենք չունենայինք։ Իսկ Ադրբեջանը 0։ Իսկ այսօր Ռոբիկ, Սերժիկ, Նիկոլ, Լևոն, անես ծծրին ես ազգին, որ մենք այսօր սկի գնդապետ չունենք, որ ասենք, այս մարդը գնդապետ է։ Եվ դրա վառապացուցն է Արեն Սիմոնյան բոզիս տղեն, որ ասում է, թե ես մարդ ինչ ասում, մի րոպե։ Բարերը, փնտրում եմ, մարդը փնտրում, ով ուբիդիտ կանի իան, որ ոսկեպարը մերն է։ Դու հլը տեսեք ուր է հասե, բայց ոսկեպարը մերը չի բոզի տղա, մենք ընդեղի չի կանեմ։ Ես իմ ինչ ծնվել եմ, ես գիտեմ ոսկեպարը մերն է։
Ով եղար դու դաժեն Էդմոն Մանուկյան Գանդոնը գնաց է մտել արխիվից ուզումա ցույց տա որ ինքն դիմադիրա թուղթեր հանե Ատլաս 1920-ական թվականների որտեղ Հայաստանը 31000 քառակուսի կիլոմետր է այլ ոչ թե 29000 չեմ տը ու այս բոզի տղեն իմիջալոց հարգելի բիզնեսմեններ Լուկաշենկոն որ ծծրեց հայկական կոնյակի մուտքը փագեց Բելարուս ինչի համար որովհետև Ալեն Սիմոնյան Ղախպի տղեն գնաց են նկարվել էր Ցիխամիրովայի հետ։ Է Լուկաշենկոն էլ հետը գլխին մարդ։ Տեսավ ասես անես տրասնեմ Ցիխամիրովա, օքեյ, դե Ցիխամիրովայի մոտիկ գնաց կոնյակը վաճառելու եւ ընկեր կոնյակ արտադրող ընկերությունները խորոփեցին ասոյի փայտիկին։ Ու այսօր ազգային ժողովում փաստորեն չկա մի հատ պատգամավոր opposition, որ հլնի ասի Ալեն Սիմոնյան, դնեմ նավարիտ բերանը, ես եմ էդ մարդը, ով կեզ ուբիդիտա անեմ, որ Հայաստան է, բանը, ոսկեպարը պատկանում է Հայաստանին, դուք հլը նայեք, եկեք մի հատ հլը իրավաբանորեն հասկանանք սա ինչա, իմ այս խեշ մարդն կասի սպանես թողեց, Okay. Battery 90%. Ալո Լսում եմ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ բարև ձեզ Մենք այդ ուղիղ եթերում ենք, ես էլի զանգել եմ ձեզ մի հատ հարց, դուք լսել եք Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որտեղ ասում է մենք փնտրտուքի մեջ ենք, մարդ ենք ուզում գտնենք, ով մեզ ուբիդիտ կանի, որ ոսկեպարը հայկական է Գիտեք, ես բաղուց կենթանաբանությամբ չեմ զբաղվում, բայց հարգելով ձեզ, այսօր մի քիչ քշեղն եմ իր կանոնից։ Ուրեմն այդ նույն Ալեն Սիմոնյանը, այդ դժբախտ եղնիկը, նա իր այդ արտահայտությունը անելուց առաջ, բա ինքը իրան հարց չի տվել, բա որ մենք այսքան ժամանակ, ասենք, մեր ընտանիքներով, մեր ընկերներով գնացել ենք, այդ սահմանը անցել ենք, այդ ճանապարհ անցել ենք, բա եթե դա Հայաստանի տարածք չէր, մենք ո՞նց ենք դա անցել, բա մեր սահմանապահ զորքերը մեզ քիչ են զգուշացրել, որ դա ադրբեջանական Կամ այդտեղ մարդիկ ոնց են ապրել, ոնց է հայերեն գրած ոսկեպար կամ գեփատեղ ադրբեջանցի եղել, ոնց են դատվել։ Այո։ Սա գիտեք ինչ, այս անձնավորությունը բարոյականության հետ լրի վերջնաշխարհ կատարած եղնիկ է, եւ ինձ թվում է դրա արտահայտությունները կարիք չկա, որ մենք քննարկենք։ Չէ, այդ մենք չենք քննարկում։ Ես ուզում եմ ձեզ հարց տամ, ձեր կարծիքով ազգային ժողովում չկա մի հատ տղամարդ կամ կին, ով կարանա Ալեն Սիմոնյանին ուբիդիտ, նախ պիտի Ալեն Սիմոնյանը ուբիդիտանի, որ եթե մերը չի։ Նույն հաջողության վաղը նույն Ալեն Սիմոնյանը կասի Զանգեզուրը մերը չի, ինձ ուբիդիտ արեք, որ Վարդենիսը մերն է։ Ալեն Սիմոնյանը գլուխը պատին կտա, պատներ գլխով։ Նախ Ալեն Սիմոնյանը, քանի որ իրավաբանությունից կատարյալ անգրագետ է, ինքը չի հասկանում, որ այդ իր մեկ հայտարարությամբ ինքը արդեն շալակել է քրեական օրենսգրքի 421 հոդվածի հանցակազմը։ Մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը զիջերուն ուղղված գործողություններ կատարել է։ 10-ից 15 տարի ազատազրկում։ Ինքը այդ իր այդ անգրագետ մի հայտարարությամբ այդ ապիկար դժբախտ եղնիկը շալակեց քրեական օրենսգրքի 421 հոդվածը։ Թող ինքը նկատի ունենա։ Եվ մեր իրավապահ մարմինները նկատի ունեն, որ ընտրանքային ձևով չկիրառեն օրենսդրությունը, որտեղ Սահմանադրության 28 հոդվածի համաձայն բոլորը հավասար են օրենքի առաջ։ Դե հիմա կտեսնենք, բոլորը հավասար են արդյոք օրենքի առաջ, թե ոչ գնահատելով այդ դժբախտ եղնիկի, այդ դժբախտ երկոտանու այդ արտահայտությունը։ Իդեպ ձեր մի քիչ առաջ արտահայտած թեմաներից մեկին է ձեր թույլտվությամբ անդրադառնալ ֆուտբոլի ֆեդերացիայի
Հա։ Այն ժողովրդական խոսք ասում եմ ինչեւ չգա հետինը չի հիշվի առաջինը։ Ես հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ Ռուբեն Հայրապետյանի ժամանակ մեր ֆուտբոլը այլ փառք ուներ, իսկ հիմա ունի բացառապես խայտառակություն։ Իդեպ դատի եմ տվել նաև ֆուտբոլի ֆեդերացիային իր ապօրինությունների համար աշխատողների աշխատանքային իրավունքները խախտելու, կարծում եմ մոտ ժամանակում առիթ կընտրի դրան անդրադառնալու։ Բայց նորից եմ կրկնում Ալեն Սիմոնյանը որպես անգրագետ իրավաբան, դժբախտ երկոտանի եղնիկ, ինքը այդ իր հայտարարությամբ ուղղակի ոչ ավել ոչ պակաս թող իրավաբանները եթե կգտնեն սխալ են ասում, թող քննադատեն, թող կան բանավեճի։ Դեմես մի հատ բան եմ ուզում հասկանամ։ Ազգային ժողովում չկա մի հոգի մարդ, ով սրան բանետ արձագանքի ըզես։ Ես այն օրը մի գրառում արեցի։ Պարոն Ղուկասյան։ Ես մի գրառում արեցի ու գրեցի, որ եթե երկշաբթի օրվանից ընդդիմադիր խմբակցությունները բոլորը վայր չեն դնում իրենց մանդատները, ես այլևս չեմ ընդունում, որ մենք ունենք խորհրդարանական ընդդիմություն։ Ես ասեմ, այնտեղ կան, պարոն Ղուկասյան, այնտեղ կան հարգանքի արժանի մարդիկ։ Ես կարող եմ անուններով ասել, իմ ուսանողն են եղել, դասավանդողներ։ Լևոն Քոչարյանն ասում է դա հարցի լուծում չի։ Տեսեք, չէ, ով է ասում։ Լևոն Քոչարյանը։ Ոչ, ես չգիտեմ ով է ասել, դա հարցի լուծում է, որովհետև Բացատրեք Լևոն Քոչարյանին։ Ինչ։ Բացատրեք Լևոն Քոչարյանին, ասում է դա հարցի լուծում չի։ Չէ, դա հարցի լուծում է։ Լևոն Քոչարյանը նույնպես եղել է իմ ուսանողը, կարծում եմ, որ ինքը այդ ժամանակահատվածը չի մոռացել, եւ գիտեք ինչ, այդ ինչ որ խոսում են, ասում են դա կգան հետո 3-5% չհավաքած ուժեր, չգիտեմ, այդպես բան չկա, դա վերաբերում է բացառապես ազգային ժողովի ձևավորման փուլին, բայց եթե արդեն ձևավորվել է եւ այնտեղից հրաժարվում ամբողջ ընդդիմությունը, ազգային ժողովը դառնում է ոչ լեգիտիմ մարմին, որովհետեւ Սահմանադրության 104-րդ հոդված ասում է, որ ազգային ժողովի նախագահ ունի 3 տեղականներ, որոնցից մեկը պետք է անպայման լինի ընդդիմադիր խմբակցությունների։ Նույն հաջողությամբ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն բազմաթիվ դեպքերով օգտագործվում է բազմաթիվ հոդվածներում ընդդիմադիր խմբակցություն հասկացությունը։ Այսինքն եթե ազգային ժողովը չունի ընդդիմություն, դա ոչ լեգիտիմ մարմին է։ Հիմա ես չեմ հասկանում, ես այդ մանդատին կարճած ընդդիմադիր, ես այլևս գտնում եմ, որ Հայաստանը խորհրդարանական ընդդիմություն չունի։ Ու վաղը մյուս օր իմ ելույթներում որ ասեմ, թող որևէ մեկը չզարմանա։ Պատճառաբանությունը դա է։ Կարճել են մանդատներից, իրենք այս պահին իրական հնարավորություն են առաջացնել խորհրդարանական, ուստի նաև սահմանադրական ճգնաժամ, բայց ձեռնպահ են մնում այդ հնարավորությունը օգտագործելու։ Իրաց այդ ձևական հարց ու պատասխանը Նիկոլին եսին ինչ ասել, չասել, դա արդեն սպառել է իրեն, հասկանում եք։ Պարոն Ղուկասյան, դա սպառել է։ Գիտեմ։ Միակ քայլ ունեն անելու, ոչ չեն անում։ Այն եթե այդ քայլը չեն անում, մյուսները քայլիկներ են, դրանք իմաստ չունեն, դրանք որևէ օգտակար գործողության գործակի։ Ես էլ եթերով ասեցի, որ այդ դեպքում Հայաստանի պարլամենտը դառնում է Հյուսիսային Կորեայի պարլամենտ եւ Նիկոլ Փաշինյանը արդեն դառնում է ոչ լեգիտիմ վարչապետ աշխարհի առաջ։ Պարլամենտը դառնում է ոչ լեգիտիմ, հետեւաբար այդպիսի պարլամենտի բոլոր գործողությունները, բոլոր որոշումները, ընդունած օրենքները դառնում են հակասահմանադրական, ոչ լեգիտիմ։ Հիմա իրանք այդ հնարավորությունը ունեն, կարճել են մանդատների, չեն ուզում բաց թողեն, գրկել են մանդատները, պաչում են, գիշերը երևի քնում են մանդատների հետ։ Ես ասեմ, ես այսօրվանից, ես երկշաբթի օրվանից եմ ասել, բայց քանի որ իմ հրապարակային ելույթ եմ ունենում, ձեր հնարավորության ներքո, ես այսօրվանից խորհրդարանական ընդդիմություն չեմ ճանաչում։ Թող չնեղանան ինձանից, բայց Չէ, դեռ չկա ընդդիմություն, եթե լինի մարդը սաղ տվեց, Ղարաբաղը տվեց, ձեն չկա։ Հիմա բանը հանձնում, գյուղերն հանձնում, ձեն չկա։ Ասում եմ մենք ես ման եմ գալի, թող մեկից ուբիդի տանի։ Այս բանակի ինչու, պարոն Ղուկասյան, ինչու խորհրդարանական ընդդիմությունը Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջեք հիմա հանդես չի գալիս։ Չգիտեմ։ Մարդ, որը լինելով օրենսդիր մարմնի ղեկավար, տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված, նորից եմ ասում, քրեական օրենսգրքի 421 հոդվածով 10-ից 15 տարի ազատազրկման հոդված է շարունակում։ Հիմա ինչի իրանք չեն հանդես գալի այդ նախաձեռնությամբ։ Բայց եթե օրենսդիր մարմնի ղեկավարը այդպիսի հայտարարություն անի, մենք ուրիշներից ինչ պահանջենք։ Ադրբեջանը վաղը կասի Երևանն էլ է իմը։ Հա, Ցույցտու, որ ու ինքը պիտի լիասի ցույցտրեք, որ Երևանը մերն է։ Քարտեզ բերեք։ Տղա ջան, սա քարտեզ է։
Ես Ձեր ուզած քարտեզը այ բոզի տղա դուք չեք կարում գտնեք մի հատ քարտեզ, որտեղ ոսկեպարը մտնում Ադրբեջանի կազմի մեջ։ Չկա, մեր արխիվներում չկա։ Դժբախտ Երնիկ Ալեն Սիմոնյանը հարցրա, չէ՞ տվել։ Փնտրում եմ։ Ես իրան ասեմ, այ տղա, դժբախտ Երնիկ։ Ես եմ ում որ փնտրում է գտել ես, ով փնտրում է նա գտնում է, ինչպես ասեն։ Պետրոսյան Գևորգ ապրում է Ավան, Տարաբախտյուր 55 դրով 5 շենք 4-րդ մուտ։ Արի հրատնամ ինչ ես ասում, այ դժբախտ Երնիկ։ Ոնց թե փնտրում է մեր մարդուն, որը ասի որ ոսկեպարը հայկական է եւ ադրբեջանական չէ։ Ես են ասում, հակառակը ներողս, հա։ Արի հրատնամ դու ոնց ես ապացուցում։ Ինքը քրեական օրենսգրքի 421 հոդվածի սուբյեկտը խնդրում եմ գլխավոր դատախազության ես առումով Այ հիմա ընկեր ընդդիմությունը թող վեկալի հիմա գոնե հաղորդում կազմի Ալենի վրան տանի դնի դատախազի դեմը ախր բան չեն անում բան չեն անում հելե գնացել է լովիկս Ժենև Ադրբեջանցու հետ ավիճեմ տղա ջան ադրբեջանցու հետ խես վիճեմ ասում ես Ղարաբաղ եմ ծնվել ռմբակոց ելեք ես լավ արե հերը բանակ թողար Սերժը բանակ թողել է չռմբակոծել, հիմա այդ Ժենևու մուսկուլնի ցույց տալու տեղը, ստեղ հիմա հաղորդում կազմի ֆրակցիայով ստորագրի, հենա քո դասախոս մարդն է, ասում է, տարտի գլխավոր դատախազի թեմը, ու պահանջեք այդ բոզիտու հրաժարականը մանդատները վայր դրեք, առաջ հասեք ու ճգնաժամ, մեկը դուք այդտեղ եղած չեղաք, նույն խռի գլուխնեք։ Գիտեք ինչ, ես մեծագույն հարկանքով եմ վերաբերում մեր բոլոր ազատամարտիկներին, բոլոր հերոսներին, ովքեր իրենց առողջությունը փորձել են, բայց գիտեք, անկեղծ եմ ասում, պարոն Ղուկասյան, անկեղծ, որևէ ես անձնական մտերմություն չունեմ այն անձի հետ, ում անունը հիմա պետքա տա։ Բայց ինձ համար ցավալի է։ Սեյրան Օհանյան, պատերազմում հաշմանդամություն ստացած մարդ է։ Ով է Վահագն Ալեքսանյանը, տիկինը, որին են Ռուբինյանը ինձ, ես ինչա որ ասես տիկին Ալեքսանյանն, Վարազի արտադրության կենթանուր նման։ Ասենք ինի ով է որ ձեզ կամի ասի արա Տիկին Օհանյան են նորել են Բա գեներալ գնդապետ պաշտպանության նախարար է եղի հալո Պիտի պրոթեզը հաներ կողեր մամայի բերանը Իսկապես պարոն Ղուկասյան ես ամաչում եմ վատ եմ զգում ես իրանց հետ ոչ Սեյրան Օհանյանի անձնական մտերմություն չունեմ հա տեսնելու շատ հարգանքով եւ այլ բայց ով է Վահագն Ալեքսանյանը որ քեզ կամի ասի արա քեզ են մյուսը կանի ասի Տիկին Օհանյան Թքեք այդ մանդատների վրա, վերջ տվեք այդ ամեն, ես խաղին վերջ տվեք, ես ծաղրուցանակին, ես տունտուլիկին, ստից կառավարության հարց ու պատասխանի ժամանակ 1-2 հարց են տալի իբր ընդդիմադիր, վերջ տվեք, դարձրեք սահմանադրական ճգնաժամ, թող ազգային ժողովը լուծարվի, Եթե վստահ եք, որ ժողովուրդը ձեզ ընտրելու է, վստահ եք, չգնացեք ընտրությունների։ Չգիտեմ, դուք բնական է ուսումնասիրած կլինեք, բայց բանը հարցումներ են արվել օբյեկտիվ ասում են դուք երկրորդ տեղում եք։ Շնորհակալություն, ես այդ նույն ամերիկացի կել են ասում։ Դե ես չգիտեմ, ես այսօր կարդացի եւ նաեւ այլ աղբյուրներից իմացա, պետքա պայքարել։ Ես սերիամ ասում, տեսեք, այստեղ հարցը իմ անձին չի վերաբերում։ Սեյրան Օհանյանի անձին է վերաբերում։ Ես իրան հարգում եմ, որպես պատերազմում վիրավորում ստացած մարդ, հայրենասեր մարդ, բայց դու քեզ թույլ տալի, որ քեզ նա Վահագն Ալեքսանյան, Վարազի արտակինով անթերաշ կենթանի, կանյասի արա։ Այն մեկն ասի Տիկին Օհանյան, դա ամոթ չի, դրեք ռադարեք այդ մանդատները, վերջ տվեք այդ ապօրինության, դու դրանով կդառնաք բոլորդ հերոսներ, այսօր որ ազգային ժողովի պատգամավոր եք, որ ձեզ շատերին չեն ճանաչում, սաղը դառնալու եք հերոսներ, դրեք, սակեք սահմանադրական ճգնաժամ, թող այս ազգային ժողովը լուծարվի եւ ժողովուրդը կարելի ասել մի քիչ ավելի սթափ ուղեղով գնա ընտրությունների եւ ձևավորի իր ապագան։ Եղավ, շնորհակալություն ձեզ, ես ձեր հետ համաձայն եմ։ Ես շնորհակալ։ Ես անցնեմ առաջ, ուզում եմ դիմեմ ուրեմն Մանուկյան Սասունի այդ նորվա երիտասարդը, որը մնում է Ճամբարակի ռայոնում Վարձով տանտիրոջը։ Ես հուսամ, որ տանտերը կգտնվի սթափ եւ այս ընտանիքին չի փորձի հանի տնից դուրս։ Որովհետեւ եթե հանես տնից դուրս, տվյալ տանտերը կդառնա իմ անձնական թշնամին։ Այդ դիմում եմ Կրասնու այդ անձնավորություններին, նաեւ Կարմիրի քաղաքապետին, Կրասնու Միլպետին
Կրասնու դատախազին, կրասնու կագեբեի պետին, եթե այս տղային, Մանուկյան Սասունին, ընտանիքին հանեկցել եք դուրս, ինչա թե ես կպել եմ Նադարյան ագարկին, ես կպնելու եմ ձեր ընտանիքի անդամներին ևս։ Կնիկ, մնիկ, ով ունեք, չունեք, միլ պետ քեզա վերաբերվում, քաղաքապետ քեզա վերաբերվում, կագեբեի պետ քեզա վերաբերվում։ Սա էլ այդպես։ Իսկ ինչ վերաբերում է ինգեր Լովիկին, Լովիկ լսաշ, էդ խոնքո դասախոսն ասեմ, ես չեմ ասեմ։ Մանդատները պետքա վար դնել։ Հակառակ դեպքում դուք էլ սրանց հետ դառնում եք նույն բոզի տղեն, ոչ մի տարբերություն։ Հաղորդման վերջում ուզում եմ հայտարարել, ինչպես գիտեք, մենք հայտարարել էինք աճուրդ մեր մատյանների։ Ահա այս մատյանի, որոշակի մարդիկ տարածել էին ինֆորմացիա, որ այս մատյաններում գտնվում է այն անձանց տվյալները, որոնք որ ինձ տվել են հաղորդում։ Եվս մի անգրագետ բոզի տղու խելագար մոլուցք մտահաղացում, ոչ, սելի քաղաքացիներ, այս մատյանների մեջ միայն հաղորդման թեման է, ստեղ չկա ոչ մի դիմումատուի, ոնց եք ասում, ոչ մի ագենտի, ոչ մի վստահված անձի, ոչ մի հաղորդում տվողի անուն ազգանուն։ Էսի ոչ դուք հասկանաք, որովհետև որոշակի տգետ բոզիս տղեք, այդպես դեզինֆորմացիա են կսեմ, թե դոգը իագենտներին ծախնա։ Ստեղ դες բան չկա։ Ստեղ միայն թեմաներն են։ Թեմաները գրած, ջնջած, բողոք, թեմա, գանգատ եւ այլն։ Ինչևից է, սա այն մարդկանց համար, ովքեր որ մի պա կարող է դաժե անհանգստացել են, որ ես կարող եմ նման բոզի տղություն անեմ եւ վեկալ եմ ինձ վստահված անձանց, չգիտեմ, հեռախոսամարները, տվյալները կամ անազգանները գրեմ միտեղ ու հետո տամ ուրիշ են։ Նախ այդ ոչ միտեղ չեմ գրել։ Դա մեկ, երկրորդը այսօրվա աճուրդը, ասիկն, որը այս մատյանի հետ լոտ համար 1, լոտ համար 1-ի աճուրդը ավարտված է, այն ձեռք է բերվել 2024 դոլարով Միացյալ Նահանգներում ապրող մի քաղաքացի, որի անձը մենք պահում ենք գաղտնի վերջինիս պահանջով։ Ինչևից է, քաղաքացուն ես ուզում եմ ասեմ, շնորհավորում եմ ձեզ, դուք առաջին անձն եք, ով ձեռք բերեցիք կոնկրետ այս մատյանը, նորից եմ կրկնում, վաճառվել է 2024 դոլարով։ Այս մատյանը ձեզ կհասնի մի քանի օրվա մեջ հաշվի առնելով, որ դուք Միացյալ Նահանգներում եք։ Սա մեկ։ Լոտ համար 2 վաճառքի է հանվում մյուս մատյանը, որը սկսվել է 31 հոկտեմբեր 2022 թվականին եւ ավարտվել է 23 դեկտեմբեր 2022 թվական։ Մենք խառը ամսաթվերով ենք հանում վաճառքի, կարող եմ ցույց տալ, ինքը ձեռագիր գրված մատյանն է, սա լոտ համար 2 եւ մեկնարկային գինն է 450 ԱՄՆ դոլար։ Սա երկրորդն է, աճուրդը կավարտվի ամսի 29-ին, նույն այս ժամին, այն անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել, մի րոպե, սերժողորդ, ցանկանում են ձեռք բերել լոտ համար 2 մատյանը, կարող են իրենց գինը ուղարկել +1 929 919 5501 հեռախոսահամարի WhatsApp-ին։ Նորից եմ կրկնում ամերիկյան հեռախոսահամարը, որտեղ ընդունվում է միայն աճուրդի հետ կապված գները, թվերը։ +1 929 919 5501։ Այս երկրորդ մատյանը փնտրում է իր տիրոջը։ Շնորհակալություն, այսօր արդեն սկսվեց։ Այսօր այսքանը, կհանդիպենք ամենան հավանականությամբ ամսի 29-ին
Եթե մենք ամսի 29-ին ունեցանք եթեր, աճորդի հետ կապված միևնույն է լրացուցիչ տեղեկատվություն ես կտրամադրեմ եւ ամեն 12-14 ժամը մենք կգրենք թե ով է առաջարկել ամենամաքսիմալ գինը։ Դուք դրանով օգնում եք հանրային դատ հաղորդաշարին։ Ինչ ոնց դեզդել մնացածը մենք գիտենք։ Շնորհակալություն, այսօր այսքանը հաջողություն։